Ամերիկյան ռազմածովային ուժերի խմբավորումն Իրանի մերձակայքում Օմանի ծոցում և Արաբական ծովում ավելացել է, հասնելով 14 ռազմանավի։ Այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Դրա կազմի մեջ մտնում է ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ավիակիրը, 3 խոշոր դեսանտային նավ, ծովային հետևակի ռազմարշավային գումարտակով, կառավարվող հրթիռային զենքով 9 էսկադրային ականակիր և ափամերձ գոտու 1 մարտական նավ։ Նավերը մասնակցում են իրանական նավահանգիստների շրջափակմանը։ Խմբավորումն ուժեղացնելու համար տարածաշրջան են ուղևորվում նաև ռազմածովային ուժերի Ջորջ Բուշ ավիակիրը և 3 հրթիռային էսկադրային ականակիր։ Ներկայում այս ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսով հյուսիսային ուղղությամբ նավարկում է դեպի Մադագասկարի մերձակայք։ Բացի այդ, տարածաշրջան պետք է ժամանի ականազերծող նավերի խումբը, որոնք կներգրավվեն Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին։ Ռազմածովային ուժերն արդեն այնտեղ են տեղափոխել ստորջրյա հեռակառավարվող սարքեր՝ Իրանի կողմից տեղադրված ստորջրյա ականները գտնելու համար։